Սրտանց փարթանք ժողովուրդ ջան։ Ամենալավ տեղը եկեղեցում լինելն է։ Պաշտամունքի լինել։ Սրանից լավ տեղ չկա։ Երանի են ավադացյալը, որ միշտ ուզում է Տիրոջ եկեղեցում լինի, եկեղեցին Քրիստոսի հարցն է։ Եկեղեցու մասին ոչ մեկ ոչ ծնելը, ոչ էլ հասկանում է ինչա ծնելը։ Դա միայն Հիսուսն արել բոլորիս համար, ասենք փառք իրան։ Մի ժամանակ ժողովուրդ ենք, իմաստո ժողովուրդ ենք։ Մի ժամանակ մեռած ենք մեղքերի մեջ, մի Աստծո անվանումը գրած է մեր անունները կենաց գրքում։ Բայց հոգևոր կյանքի մեջ կա մի կարևոր բան, որ մենք պետք է սովորենք սիրելներ։ Տեր Հիսուս առաջի անգամ, որ սկսեց քարոզել, ինքը կարդում են գրքի մեջ, եթե մենք սա չսովորեցինք հոգևոր կյանքի մեջ, ոչ կփրկվենք, ոչ կառողջանանք, ոչ մի լավ բան չի լինի։ Տեսնելով ժողովուրդը լեռը ելավ եւ նստավ հոն, իր աշակերտները քով գնացին, իր բերանը բանալով կսովորեցներ անոնց սկսեր։ Երանի հոգով աղքատներին վանց երկի թագավորություն անոնցն է։ Ստեղ մի քանի հատ երանություն կա, բայց ես մեր երանության մասին խոսեմ այսօր։ Երանի հոգով աղքատներին։ Ես շատ բացատրություններ եմ լսել, բայց այս բացատրությունը Սուրբ Հոգուց եմ առել, դրա համար ուզում եմ ձեզ քարոզեմ։ Մարդի հոգու աղքատության մասին է։ Մարդի հոգին հարուստ է հպարտությամբ, մեծամտությամբ, գոռոզությամբ, մեղքերով, չարությունով լեցված։ Եվ ստեղ Հիսուս ասում է, չի ասում իր աշակերտներին, երանից ձեզ, որ հոգով աղքատ եք։ Ասեց, երանի հոգով աղքատներին, նրանցն Աստծո արքայությունը։ Հոգևոր մարդը, եթե չի ուզում աղքատանալ, նա Աստծո հետ գործ չունի։ Ով ուզում ալնի։ Հոգևոր կյանքի մեջ բոլոր մարդկանց Աստված սովորացնում է հոգևոր աղքատություն։ Հոբի այդքան տառապանքը, այդքան տառապեց այս մարդը, որ սովորեր աղքատություն։ Տեսեք, այս մարդը ինչ ասում վերջում։ Սովորեց այս մարդը։ Ես քո վրայով ականջը լսով լսել էի, բացի մի աչքերս են տեսնում քեզ։ Հոբի 42:5։ Անոր համար իմ անձս արհամարում եմ, հողի մոխիրա զղջում եմ։ Աստված մարդկանց սովորացնում է հոգով աղքատանալ։ Մեր հոգին մեղքով է հարուստ, հպարտությամբ, գոռոզությամբ, մեծամտությամբ, ինքնավանությամբ, ինչ, եւ եթե ուզում եք նայեք, ամենակարևոր մարդը շատ հպարտ է։ Հոբն էր, չէ՞ որ մարդկանց շանտեղ չէր ծնում։ Ասում էր, նրանք են ծաղրում ինձ, որոնց հայրերին շների հեզ դնել չէի հաճում։ Եղբայրներ քուրեր։ Եթե Դավիթը հոգու աղքատության մասին մտածեր, այդ մեղքը չէր գործի։ Հոգևոր մարդը, եթե հոգևոր ուզում դառնա, առաջի օրվանից պետք է մտածի հոգևոր աղքատության մինչև մեռնելը։ Ես շատ հավատացյալներ եմ տեսել, եպիսկոպոսներ եմ տեսել, երեսներ եմ տեսել, սարկավագներ, քարոզիչներ, երգիչներ, տեսողներ, ինչ ռանգի մարդ ասես տեսել եմ 53 տարվա մեջ։ Ովքեր որ հոգու աղքատության ճանապարհը չեն բռնել, նրանք տեղ չեն հասնում։ Հիսուս սովորացնում է հոգու աղքատությունը։ Ասում է ինչ որ հրամայեմ դուք անեք, վերջում խոստովանեք, որ անպետ մարդ եք։
պիտանի մարդ չկա երկրագնդի վրա։ Միակ սուրբը, ճշմարիտը Հիսուսն է։ Նրա խոսքը, նրա ասածը հավիտենական է։ Աղքատացեք, որ նա ապրի ձեր մեջ։ Եթե չես զում աղքատանալ, դու Հիսուսի հետ գործ չունես։ Ով աղքատանում է։ Հաջորդ համարը գրած է Երանի սկավորներին։ Ես իմ կյանքի մեջ շատ եմ ողբացել իմ հպարտությունների համար, աղքատանալու համար, նսեմանալու համար, անարգվելու համար։ Եթե բոլոր մարդիկ սուտ են, ինչի չես հավատում, որ դու ես սուտ։ Եթե սուտ ես, ընդունի քո ստությունը, անարգի քո ստությունը, արհամարի քո ստությունը, եւ դու Աստծո օրենքը սիրի։ Եղբայրներ, քուրեր, Գաղատացիս եկեղեցին ուշադիր ըսեք։ Գաղատացիս եկեղեցին հոգով սկսեց, բայց մարմնով վերջացրեց։ Ինչու համար։ Որտեղ նրանք չհասկացան հոգևոր աղքատություն ինչ բան է։ Պողոսը ամբողջ իր կյանքում միշտ աղքատության ճանապարհն է բռնել։ Աղքատացել է նա։ Վերջում էլ ասում էր. ամենատեն քո մահն եմ գրում։ Այնքան վատ էր տեսել իրան, օրենքը դաստիարակել էր իրան, որ իրան երսը մահ կա, ինքաղտեց իրան, առամարեց իրան, խաչեց իրան, մարդը, որպեսզի հոգևոր աղքատության խորության հասնի, խաչում է իրան, որ փրկվի լրիվ աղքատությունը տիրի իր մեջ։ Եղբայրներ, քուրեր, եթե չենք ուզում աղքատանալ, ինչքան ուզում ես գնար իստեղ, ինչքան ուզում ես լսի, չես փոխվի։ Ես ողբի ճանապարհ եմ բռնել։ Եվ մինչև հիմա աղքատության ճանապարհն եմ բռնել։ Հոգով աղքատանալ։ Ով չի ուզում հոգով աղքատանա, նա Քրիստոսից ոչինչ չի առնի։ Եղբայրը, որ խոսեց այն մասին, եղբայրներ, որ խոսեցին, չէ՞, Նեյման ասորին հպարտ, չուզեցավ մտնել ջուրը, բայց երբ որ նրա ծառան ասեց, հայրին, քեզ մեծ բան չասեց, նա եթե չաղքատանար, իրան չհարամարեր, Աստծո խոսքը բարձրացրեց, իրան գցեց Աստծո խոսքերի ոտի տակ, եւ երեխայի պես խոնարհվավ Աստծո խոսքին, եւ մտավ ջուրը, եւ կյանք ստացավ։ Ով որ հոգով աղքատանում է, նա երանելի մարդ է։ Հիսուս ասեց. երանի հոգով աղքատներին, նրանցն Աստծո արքայությունը։ Սա Հիսուսի առաջի քարոզն է։ Նոր հոգի կլինի, հին հոգի կլինի։ Պետք է այս ճանապարհը բռնենք։ Միշտ հոգով աղքատանանք, որ Աստծո արքայությունը թագավորի մեր մեջ։ Եթե չես զում աղքատանալ, դու Քրիստոսի հետ գործ չունես։ Ով ուզում է սեղի։ Նայեք, ինչքան մարդիկ բժշկվան։ Հիսուս հազարավոր, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդկանց բժշկել։ Բայց խաչերությանը գոռում են խաչեք։ Նույն մարդիկ գոռում էին։ Բայց ովքեր ուզեցան աղքատանալ, ցածրանալ, կոտրվել, խոնարհվել, Հիսուս իրեն առաջի օր գալողին ասում է, անձդ ուրացի, խաչդ վերցում ետևից արի։ Եթե անձդ ուրացար, կաղքատանաս դու։ Հոգով աղքատները երկնքի արքայություն են ժառանգում։ Եթե չես զում հոգով աղքատանալ, դու Աստծո հետ գործ չունես։ Սա է ճանապարհը, եղբայրներ, քույրեր։ Ես նորից եմ ասում, 53 տարի ես լացում եմ գիշեր-ցերեկ, որ հոգով աղքատանամ։ Գիշեր-ցերեկ, եւ այդ աղոթք անում եմ Հոբի նման, Պողոսի նման, եւ Եսայի նման ասում եմ,
Տեր, մարդ եմ հպարտ կլնեմ, մարդ եմ ամբարտավան կլնեմ, եթե դու իմ հպարտությունը չցածրցնես, եթե իմ ամբարտավանությունը չցածրցնես, այդ օրն ես միայն դու բարձրանում, ուրիշ օր չի բարձրանում Տերը, մտնի ես խոսքերը ձեր սրտի մեջ, որ հոգով աղքատանալ սովորեք, հոբի նման աղոթում եմ Տեր, աչքերս լուսավորի, որ խորը ինձ առավարեմ, հողի մոխրիրա, զղջամ, Պողոսի նման միշտ սովորացու քո մահը կրեմ, որտև ես գիտեմ, ինչքան հոգով աղքատանամ, ինչքան ցածրանամ, ինչքան ունենանամ, ինչքան նսեմանամ, այնքան Աստծուն հաճելի մարդ կդառնամ։ Այդպես է թե չէ։ Հիմա եթե ուզում ենք աղքատանանք, թե չենք ուզում։ Հիմա եթե մեր աղոթքը, մեր ողբը, մեր արցունքը, մեր սուրբ գիրք կարդալը, մեր պաշտամունքի մասնակցելը, ամեն ինչը, ես պատասխան նստած եմ։ Ասեմ Տեր Աստված, ինչքան մարդիկ անձնից 1000 անգամ լավ են, բայց նստելու տեղ չունեն։ Ես անպետ մարդ եմ, եղբայրներ քուրեր, հոգով աղքատությունը Աստծուն հաճելի մարդ է դարձնում։ Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, չկա մի մարդ, որ հոգով աղքատանա և նա բժշկություն չունենա։ Նայեք, աղքատ Ղազարոսը ինչքան հոգով աղքատ էր։ Ոչ մի մարդ չէր այցելում իրան։ Շներն էին լիզում նրա վերքերը, բայց նա հոգով աղքատ էր։ Մեռավ գնաց Աստծու գիրկը։ Մաքսապետը, եթե նա չաղքատանար, ծառը չէր բարձրանա, բարձրանում էր ինչ աներ, նա կարող էր կառքով գնար, իր նազիր վեզիրներ առաջը գցած, բայց երեխայի պես աղքատացավ, բարձրացավ ծառը, դրա համար Տերը տեսավ ես մարդին, եթե դու չես ում աղքատանալ, քեզ չի նայի Հիսուս, նայեց շատ բազմություն կար, ինչու մինակ Զաքեոսին տեսավ, որտեղ Զաքեոսը հոգնած էր մեղքի կյանքից, վերավորված էր, ինչպես եղբայրս ասեց, զզվում է մեղքի կյանքից, անտանելի է մեղքի կյանքը, և ուզում է հոգով աղքատանալ, և հոգով աղքատացողները փառք Հիսուսին, կանգնենք աղոթքի, թող Սուրբ Հոգին գործի ստեղ, բոլորիս բերի հոգով աղքատության վիճակի, մարդը եթե հոգով աղքատան Աստծուն հաճել է, եղբայրներ եկեք աղոթքի, Տեր Հիսուս այստեղ է, հավատացեք իրան, փափագեք աղքատանալ, Նեյման ասորին աղքատացավ, նոր բժշկվավ, աղքատացեք, որ բժշկվեք, աղքատացեք, որ ազատագրվեք, աղքատացեք, որ Հիսուսի երևաց ձեր մեջ, փառք ես,